Հնարվում է ես ինչ պտուղում։ Են Դավիթին պապանա։ Հա, կայծերնա։ Թուշ։ Զարմանք երկիր հեռուստանախագիծը 2022-ից Արցախի հանրային հեռուստատեսության եթերացանկում է և հասցրել է միանգամից սիրվել հեռուստադիտողի կողմից, դառնալով հեռուստատեսության այցեքարտերից մեկը։ Շրջելով երկրի գողտրիկ անկյուններով սիրված հեռուստատեսային զույգը բացահայտում է պատմամշակութային վայրեր, ազգային ու ժողովրդական բարքեր, սովորույթներ, Արցախցու նիստ ու կացը։ Զարմանք երկիր հեռուստանախագիծը ամանորին իր հավատարիմ հեռուստադիտողներին ներկայացավ անակնկալով Ամանորյա Զարմանք երկիր ֆիլմով։ Ամենահետաքրքիր պահերի, ֆիլմի նկարահանումների ընթացքի ու հետագա պլանների մասին պատմում են նրանք՝ Իրինան և Սասունը։ Դիեշը հանցկյամալես ինք չի ուշացա։ Ира. Нет мира. Это անսլանın կինոն հունցասկսա, հասստի։ Վեր ուշացալա գյացանք վեր տա արդեն կինոյա։ Հանցկյամս լես ուշացալու տոչլի, հա։ Բարև։ Մարդկանց ուզում է կինոն հունցակից եկավ։ Քնակ նստիկ պատմենք։ Դե եկ։ Այն դիսկի կինո օքսակալ, եկեք նինտարեք մաշինի կյանք, ծորտա, բրծեիք։ Մանկուց միշտ երազել եմ դերասանուհի դառնամ։ Կարող եմ ասել, որ Զարմանք երկիրը ինչ-որ չափով իրականություն է դարձրել այդ երազանքս, որովհետև հեռուստադիտողները միշտ սիրում ու հավանում էին Զարմանք երկիր հաղորդաշարը, բայց ռեժիսորը եւ ստեղծագործական ողջ խումբը որոշեց, որ պետք է նկարահանենք Ամանորյա Զարմանք երկիր ֆիլմ։ Ֆիլմում որոշակի փոփոխություններ կային հաղորդման առանցքային գծերից։ Բարի աստղեն, բարի ժամանի։ Էդ ինչ ստանում։ Համախմբվեցինք, որովհետև մեկ ընդհանուր նպատակ ունեինք, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվեցինք, տեսանք սեր, որը կարող էր դառնալ դժբախտ, կիսատ, և երկուսս էլ որոշեցինք օգնել այդ սիրուն։ Մենք հարկավերա մի բեն արած, վեր այդ որոշումը կարդինալնի փոխվե։ Ես հիշում առաջի օրով է սցենարը պերալը, ես վաղշե սցենարը հիշում չում, որովհետև ոչ մեն անգամ սցենարավ ես շարժում չում, չէ։ Հա, ասենք նաև մեր հեռուստադիտողներին, որ Սասունը երբեք չի հիշում նախապես գրված բառերը տեքստը և մեր ամենատանջալից պահը նկարահանումների ընթացքում միշտ մուտքի խոսքն է լինում, բարևի խոսքն է լինում և ասեմ միշտ այսքան խոսում Ինձ պետք է մի հատ հասկանամ ինչի մասի է ու արդեն իմ բառերը ասացիմ, չէ։ Սիրո հոտ է, սահման չկա։ Այն էր ասում են դելիմիտացիա, դեմարկացիա, դա սիրո հոտ է չի։ Եկպես է անակնկալն չկա։ Ինձ թվում է սցենարը այդքան լավ կայացավ, որովհետև ինքը դեռ ակտուալնի։ Մեր այսօրվա օրը նկարահանում ալալ առավոտի ենկացալ փիս հավայալալ, պիս եղանակալար։ Կեծ հանգսալ է չեն մի հատ պարզվել է, մի հատ պեցվաղի, մենք տուստը իրատվորեցս եկալ, թա իրարանցում անիս։ Իդեպ նաև ասեմ, որ Սասունը բավականին շատ իմպրովիզներ է անում հաղորդումների ժամանակ, ինչքան նախատում եմ, որ տեքստը չի հիշում, այնքան ուրախ եմ, որ այդ իմպրովիզները շատ են լինում, որովհետև ավելի հետաքրքիր է դառնում ընթացքը։ Ռամ ենք տեքստը լավ չինում կերած։ Ամենամեծ պրոբլեմներից մինն էլ են է, քանի որ ես իմպրովիզացիա եմ անում, ետնան դղան ռեժիսորը, ապերատոր ասում է, լավ ասում, են դուրում են ուրիշ պենս խոսա, ետնա մոնտաժնից յուր նստատա ես, ստիկով կա, ստիպիներիք ասում, երկում չում, ես ամեն նկարանման, ամեն պլեին վաղթը, ամեն դերում վայ ասում եք, ծո, նկարում եք, ես պասվոյեմ ուրում աս, պասվոյեմ ուրում թա գրակա։ Յուրովի, հա, ես յուրովի իմ ասում։ Իրան Դավիթին երակա տա լուրան սիլի տղը նկար է, համը տղը ասից, համը լաշկերը մտասը է ծառը։
Մենք շատ խառը գրաֆիկով էինք աշխատում, սկզբից հնարավոր է, որ ամենավերջին կադրն էինք նկարում ֆիլմի, հետո մեջտեղի կադրը, հետո առաջին կադրը եւ այսպես մի մեծ խառնաշփոթ էր ստացվում, ոչ մեկս մեծ հաշվով չէր պատկերացնում ընդհանուր պատկերը ֆիլմի, միայն կարծում եմ Արսենը մտքում իրար հետ կապում էր այդ տարբեր դրվագները եւ ամբողջական կառուցվածքը հենց նրա գլխում էր։ Ինձ ավելի շատ տպավորություն է ելալա ֆիլմից հետո։ Ասենք նի մտալ ապտեկը, ասում մի հատ պենտակլի, մի հատ սպազմալգո տակ գլխցավի։ Այս վաճառողը ստիալ, ասում եւ ասում մայա շկոլա։ Սա ծիծաղել է։ Իդեպ ասում երբեք այսքան երկար չէր խոսում, երբեք։ Ո՞վ խոս։ Սմարը դու սոնից խնգարը։ Տատեսիլ երկի մրցույթի պաշտոնական բացումը 20-րդ մրցույթի 16 պատվիրակներն անցան կարմիր։ Շատ եմ ասում, ծովինարը մամուսն եմ անում։ Ծովիկին միշտ սալան, որպես լուրերը ընկերածը կարդումա, վարժ կարդումա պրծնում, են հալաս կարագավոր կեքիպենը վեր հտ ասում։ Ծովիկին տասաչում վեր կարե միած տիմին բարասը պրծա ու դրա մեջ այդքան կյանք ունի։ Անհարմարել է, ես իմ այսից խոսիմ, են արվամ այս ինչ պտուղում։ Մերցիգոն, մուգյաց հաչինք վեր ինքը ինչ ասում ես տապանտական ճարումա, նրանեքսին էնա պատրաստ արդեն։ Իդեպ ասում, վերջին մի տարին բավականին մտերիմ ես հեռուստատեսության հետ ու այսօր էլ նկատեցի, որ սկսել ես երկար խոսել, մտքերդ ավելի պարզ ես արտահայտում։ Գիտես այսօր ինչ օր է։ Սոր ինչ օր է։ Սոր լավ օր է։ Հեռուստատեսության հիմնադրման օրն է այսօր։ Բայց դու հիշում ես մեր հեռուստատեսության, ասենք դեպքը չփոխել։ Այն Մարտին Յորգանսեն հայենք, ապրեք դարեդար։ Հատե դիա սկսեիցել։ Անտենան կլաշորտայից, որպեսզի մեր Արցախը։ Սասու մի բարեմաղթանք ասամ մեզ բոլորիս։ Ինչ բարեմաղթանք ասի մատան։ Հեսակենացի պատմությունը նորից կսկսվի։ Մենք ինչ էլ մեր զարմանքի գրի մասին լավ ասիս բարեմաղթանք։ Ես գիտեմ թե ամենասորվա ամենաակտուալնի խոսքը միշտ էլ տայալալ, բայց առավել ևս սոր, դա մեր խաղաղությունն է, մեր երկիրը ասել մեր վղը նստած ենք, մեր վղը կաղնած ենք, մեր վղը պարկած ենք մատան։ Դրան էլ է բարեմաղթանք։ Ուզում եմ մի լավ լուր էլ ասել, որ նոր եթերաշրջանում շարունակվելու է Զարմանք երկիր հաղորդաշարը եւ այսօր էլ մենք բավականին ակտիվ մարզվում ենք, որպեսզի կարողանանք շրջել մեր ամբողջ երկրով, գյուղերով, սարերով եւ ցույց տալ իսկապես մեր Զարմանք երկիրը։ Երկար դադարից հետո ֆիլմում հեռուստադիտողը տեսավ մեր ավագ գործընկերոջը, բոլորիս կողմից սիրված Համլետ Մարտիրոսյանին, ում ջանքերն ու ներդրումը հեռուստատեսության կայացման գործում անգնահատելի ու արժեքավոր են։ Роддом поехали. Пока вы сейчас ехали, медицина сейчас далеко пошла. Արցախի հանրային հեռուստատեսության գոյության այս ողջ ժամանակի ընթացքում նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, նաև հեռուստաներկայացում է բեմադրվել, բայց որպես լիամետրաժ խաղարկային գեղարվեստական ֆիլմ դա եղել է առաջինը։ Ես շատ կարևորում եմ այդ ֆիլմի գոյությունը նաև նրանով, որ ֆիլմը նկարահանվել է բլոկադայի պայմաններում։ Իսկ եթերի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ է նշանակում բլոկադայի պայմաններում նկարահանել ֆիլմ։ Դա ահավոր ծանր աշխատանք էր եւ պիտի ասեմ, որ Արցախի հանրայինի կոլեկտիվը մեծագույն սիրով, նվիրումով եւ փառքով կատարեց այդ աշխատանքը։ Այնպես որ բացառիկ ինքը արժեք է ինձ համար,
որ նմանատիպ պայմաններում կարողացել ենք նկարանել ֆիլմ, որը իր որակական հատկանիշներով պատկերացրել, որ շատ այլ հեռուստատեսության նկարանած ֆիլմերին չի զիջում։ Արցախի հանրային հեռուստատեսության կայացման 35 տարիների ընթացքում միմյանց հաջորդելով լուսաբանվել են դրական ու ոչ այդքան հաճելի իրադարձություններ, որոնք բոլորն էլ մեր պատմության անբաժանելի մասն են։ Վստահ ենք, հաղթական լուրերի ավետիսը դեռ առջևում է։